Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում կրկին մթնոլորտը թեժացել է, դռներն այս անգամ բացվում են ոչ թե ջերմությամբ, այլ կատաղի ճիչով ու մեղադրանքներով։ Լիլիթը չզսպված մոլեգին բառացիորեն ներխուժում է Աննայի տուն, ու թեև լուռ ականատեսները Հենրին ու Ֆաինան նույն տարածքում էին, դա նրանց ընդհանրապես չի անհանգստացնում։ Լիլիթը եկել է բախման և չի պատրաստվում ետ կանգնել։ Լիլիթի աչքերը մթնում են, մոլեգնած աչքերի կրակում կորչում է նույնիսկ երբեմնի գեղեցկությունը, նրա ձայնը դողում է, բայց ոչ թե վախից, այլ կատաղությունից։ Նա նույնիսկ հաշվի չառավ, որ Հենրին ու Ֆաինան այդտեղ են, և Աննային մեղադրեց հղի վիճակում Միքայելի հետ ամուսնության համար։ Աննան արցունքն աչքերին ուղղակի անշարժ կանգնած է, նա անգամ հայացքը չի փոխում, նրա դեմքին քարացած արտահայտություն է, որից ոչ ոք չգիտի լռություն է, ցավ, մեղավորություն, թե թաքնված գերլարվածություն։ Լիլիթի այս հայտարարությունները լուռ ռումբի պես պայթում են սենյակում։ Հենրին կանգնած է ու լսում, նրա աչքերը լայնանում են, շուրթերը շարժվում, բայց ոչ մի բառ դուրս չի գալիս։ Հենրին ընկնում է կասկածների մեջ։ Հենրին երբեք չէր մտածել, որ իր ծնողների Միքայելի ու Աննայի պատմությունը լի է նման գաղտնիքներով, բայց Լիլիթի խոսքերը ծանրանում են քարի պես։ Եթե Աննան հղի էր Միքայելի հետ ամուսնանալուց առաջ, ու այդ երեխան Սոսինն է, ուրեմն դա ես եմ, մտածում է Հենրին որպես առաջնեկ։ Նա չի շարունակում, նրա ներսում կասկածը կրծում է հավատը, նա սկսում է կասկածել իր ամբողջ ինքնությանը։ Ով է ինքը, ում որդին, արդյոք ինքը Սոսին է պատկանում, թե Միքայելին, և հենց այստեղ է, որ հանելուկն ավելի է խճճվում, որովհետև Հենրին բացարձակ պատկերացում չունի, որ իրականում այդ երեխան ինքը չէ։ Եվ ահա սերիալի լարվածությունը հասնում է գագաթնակետին, և հանդիսատեսի համար բացվում է դաժան ու ցնցող ճշմարտություն։ Աննայի ծննդաբերության ժամանակ կատարված դավադրությունը, երբ նրա երեխային վերցրել են ու տարել, պատճառաբանելով, թե նա մահացած է, իրականում սուտ էր։ Այդ երեխան հենց Անգելինան է, այն աղջիկն, ում ներկայում սիրահարված է Հենրին։ Հենրին, մտածելով, թե ինքն է Սոսի որդին, հարցեր է ուղղելու Աննային։ Բնականաբար, Աննան մերժելու է, որ նույնիսկ կասկածներ չունենա, բայց Հենրիի մոտ սկսում է նոր կասկածներ առաջանալ. ով է Սոսի որդին, կամ ով է մայրը, և ինչու է հղի վիճակում հայտնվել Միքայելի կողքին։ Լիլիթը չի էլ գիտակցում իր վերլուծությունն իրականում աղոտ ճշմարտություն է, բայց թիրախը սխալ։ Նա մեղադրում է Աննային, այսպես ասած, գողության համար, բայց տարիներով հենց ինքն է եղել Սոսին խաբեությամբ իր կողքին պահողը։ Միքայելի պատճառով էլ Անգելինան մեծացել է առանց մոր, առանց այդ նուրբ ու անհատական սիրո։ Իսկ Հենրին, մտածելով, թե Աննան իր հարազատ մայրն է, կապվել է նրան այնքան խորը, որ անգամ պատկերացնել չի կարող այդ մայրական գիրկը մեկ ուրիշինն է եղել։ Սերիալում այս տեսարանը միայն հերթական կոնֆլիկտը չէ, այն շրջադարձային պահ է հղի ճշմարտությամբ, ինքնության ճգնաժամով ու լռության խորությամբ։ Հենրին սկսում է փլուզվել ներսից, Ֆաինան ոչինչ չի հասկանում, բայց նրա աչքերի մեջ լարվածություն կա։ Ֆաինան շատ լավ գիտի, որ Հենրին ընդհանրապես Աննայի հարազատ որդին չէ։ Ու լռություն, բայց արդեն ոչ մի լռություն չի փրկի այս ընտանիքին ճշմարտության չոր բռնումից։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, և մինչ կցուցադրվի հեռուստասերիալի հերթական սերիան, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի առաջինը տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Լիլիթը եկել է Աննայի ընտանիքն ուղղակի ջախջախելու, քանի որ նա շատ լավ հասկանում է, որ եթե Հենրին իմանա ճշմարտությունը, ապա ոչինչ ու ոչ մի բան չի կարող փրկել նրանց ընտանիքը։ Արդյոք Լիլիթը ասելու է, որ Հենրին Աննայի որդին չէ։ Նա արդեն մի քայլ արեց ու հասկացրեց, որ Աննան հղի է եղել։ Դե ինչ, գրեք ձեր կարծիքներն ու չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին։ Գրեք նաև, թե որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում, և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք
ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Լարվածությունը հասնում է գագաթնակետին, Անգելինան էլ փորձում է մոռանալ Հենրիին, արդյոք դա կստացվի նրա մոտ, թե ոչ, ցույց կտա ժամանակը, հատկապես այն բանից հետո, երբ Հենրին ու Անգելինայի ծնողները կազմակերպեն այլ աղջկա հետ հանդիպում։ Անգելինան հայրիկի հետ գնում է ռեստորան ու տեսնում Հենրին Էլիզ Մելիքյանի մարմնավորած կերպարի հետ նստած։ Բնականաբար սա դառնում է վերջն ու Անգելինան հասկանում, որ նրանք այլևս չեն կարող միասին լինել։ Իհարկե, շատ շուտով բացահայտվելու է հետաքրքիր գաղտնիքները, Անգելինան իմանալու է ճշմարտությունը, բայց այն ճշմարտությունը, որն իր ընտանիքի անդամներին է հարմար։ Դե ինչ, մնացեք մեզ հետ, կիսվեք ձեր կարծիքներով և իհարկե գրեք ինչ եք կարծում, արդյոք Հենրին կասկածելու է, որ ինքը Միքայելի թե Սոսի որդին է։